հարց է առաջանում. ինչու պետք է իշխանությունը, որ վերարտադրվել է, ինչու պետք է մարդը, որ արդեն ամբողջական լծակներ ունի իշխանության, կարող է արտաքին քաղաքականություն վարել, այստեղ մեծամասնություն ունի, ինչու է գնում ռեպրեսիաների, ինչու է մեկուսացնում բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներին։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, հիմա էլ նախագահ Քոչարյանը։ Սիրելի հայրենակիցներ, իսկապես նախագահ Քոչարյանի մասին չի իմ ելույթը։ Խնդիրն այն է, որ մեզ բոլորիս տանում են նոր զիջումների, նոր էական, կենսական նշանակություն ունեցող զիջումների, եւ այդ ֆոնին պետք է վախի մթնոլորտ տարածել, մեկուսացնել հիմնական քաղաքական ընդդիմադիրներին, որպեսզի կարողանան իրենց համար դրված խնդիրը, իսկ իրենց առջև ով է դրել այդ խնդիրը, բնականաբար Իլհամ Ալիևը, այդ խնդիրները պետք է լուծեն։ Եվ խնդիրների հիմքը Նիկոլ Փաշինյանի հայտնի են հայտարարությունը, որ եթե մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ։ Սիրելի հայրենակիցներ, միայն նպատակն այն չէր, որ վախի մթնոլորտ տարածվեր, չնայած դա էական նշանակություն է ունեցել ձայների հետագա արտացոլման վրա։ Խնդիրն այն է, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու նպատակը սահմանադրության փոփոխությունն է, որը ժողովուրդը կրկնում եմ նորից ձեզ չի վստահել սահմանադրություն փոխելու։ Եվ սահմանադրական փոփոխությունները լինելու են առաջիկա ժամանակահատվածի կարևորագույն անկյունաքարային քաղաքական օրակարգը։ Կրկնում եմ, որին մենք դեմ ենք քվեարկելու, որը մենք ամեն կերպ ցույց ենք տալու, որ չպետք է ընդունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ խնդիրներ ունեցած լինի, երբևէ չպետք է ապրի մի սահմանադրության ներքո, որը ուղիղ Ալիևի պատվերն է եւ ոչ թե ներքին օրակարգով ձևավորված իրականություն։ Եվ սա է խնդիրը, որ այս ամբողջ ռեպրեսիաներն իրականացվում են բացառապես առաջիկա բոլոր փորձությունները, այսպես քիչ թե շատ թեթև անցկացնելու համար։ Կրկնում եմ, նախագահ Քոչարյանը խնդիր չի ունեցել, նաև 18 թվականին կարող էր չգալ, հիմա էլ կարող էր քաղաքական պայքարի մեջ չլինել։ Ինչպես 18 թվականից առաջ շատերը, ում Նիկոլ Փաշինյանն անձամբ օլիգարխ էր հայտարարում, քրեաօլիգարխիկ համակարգի մասեր հայտարարում, այդ մարդիկ հիմա շատ լավ են համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մարդիկ շատ լավ են համագործակցում ու խնդիր չունեն ընդհանրապես։ Եվ այն մարդիկ, ովքեր համարձակվում են ձայն հանել, եկեղեցու հետ կապված, արտաքին զիջումների հետ կապված, նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդումների եւ սա ուղղակի փաստ է։